Իսահակյանը ճիշտ է ասել, տառապանքս փորձ ունի, ով ռես մեր հալը էս, բան չի փոխվել ու չի էլ փոխվելու։ Կարևոր չէ ով կընտրվի, թող քաղաքին լավ նայեն, ժողովրդին լավ նայեն, անունը Պողոս կերնի, թե Պետրոս կերնի մեզի չի հետաքրքրի, մենակ ժողովրդին ու քաղաքին լավ նայեն։ Ամոթ է Գյումրին, որ հանկարծ այդքան լավ բան է ունեցել, անուն է ունեցել արվեստների քաղաքի ու հանկարծ այնպես մարդ ընտրվի, որ նորից ժողովրդին չնայե։ Հայաստանի ամենաչկավոր ապրող ժողովուրդն է Գյումրիը, ինչ պետք է ագեկարել։ Մարդկանց աշխատատեղը ստեղծվի, որ չթողնի մարդիկ երթան, ինչ պետք է։ Ես թոշակառու մարդ, 30,000 դրամ, ինչ է։ Այն բանը, որ ասում է, դիպ խապում են ու խապում են, հիմա էս է, դիպ խապում են ու խապում են։ Ամենայն դեպս պետք է լավատես լինենք։ Ամենը իր անձնագանի մասին կմտածի, դժվար քաղաքի մասին մտածեն։ Կարծեք քաղաքական ընտրություններ չեն, կարծեք անձնավորված է։ Ըստ էության ընտրությունները պիտի լինեին համամասնական, այսինքն կուսակցություններին պետք է ընտրեին, բայց ինչքան նայում ենք, կարծեք ավելի շատ անձնավորված է։ Հիմա ակնկալիքը կախված է մեր ժողովրդից, ով ինչպես կընտրի, որ քաղաքական ուժին կամ որ անհատ տեխնացուին։ Ես կուզեմ, որ սիրեմ մեր Գյումրին, հարգենք մեր Գյումրին, մեր ժողովրդին լավը կամենանք։ Ինչ է գնայս մեր կտկուտա, սախած քաղաքին, կոպեկ քաղաքին։ Ինչ կնշանակե, ով նստավ աթոռին, աբիսողում աղայի նման, խիղճի գրբանը դրեց։ Հոգիները դրել են, չիտեմ ինչ սեմ, արկու վաճարկի, ժողովուրդը աշխատանք չունի, ոչ մի բան չունի ժողովուրդը։ Ես, որպես թոշակառու մարդ, ապրել եմ իմ ժամանակս, թող ջահելությունը մտածի, որ փախնինքը քաղաքից։ Գյումրեցուն չի սազում այդպիսի երևույթ, եւ շատ տգեղ է, անչափ տգեղ է միմյանց վարկաբեկելը, այսինքն քարոզարշավի փոխարեն կարծես միմյանց են վարկաբեկում։ Հələ որ ոչինչ չենք նկատել ծրագրային։ Էդի բնական է, ինչ խելերն է ամեն մարդ կուզեի ինքը ընտրվի, դիմացինին կնա քարկոծե, ավել պակաս բաներ կխոսա, բայց ժողովուրդը արդեն իրանց մտքի մեջ ընտրել են, գիտեն ում պետք է ընտրեն, ընտրության օրը կա կորոշվի։ Սխալները պետք է ցույց տաս իրան, ոչ թե վարկաբեկես, վիրավորես, նեղեցնես, չի կարելի։ Բոլորը մեկը մյուսին ճանաչում է, դիգ ամոթ է, որ կանգնեն մեկը մեկին վարկաբեկեն, ենի քպեական, ենի Ռոբերտ, ենի Սերժ է, ամոթ է։ Մենք ընտրենք այնպես մարդու, որ մեր քաղաքը շունչ առնի։ Անպայման պետք է երթծվի, չերտալ չի կարելի, պետք է գնացվի, բայց թե ինչ կլինի վաղը, դիգ արդեն ամեն ընտրություններից առաջ այս նույն պատմությունն է։ Մի ցայնը ես չեմ համարում, որ ինչ-որ մեծ արժեք է հողելու ու ընտրվելու է այն, ով ընտրվելու է, չեմ կարևորում մարդկանց այդ ընտրություններին ցայն տալը, դրա համար իմ ժամանակը չեմ ծախսի, որ գնամ ընտրեմ։ Կողքից մեկը կսսուր ընտրե, ընուր ընտրե, թողեց որ ընտրի, ստիպեստ է սուր ընտրե կամ ընտրե, ես իմ ուղերս ունեմ։